Երևի թե իմ եւ քո եւ շատ մարդկանց կյանքում կան իրավիճակներ, որ մեռած ոսկորների են նման։ Դրա նման էր նաև Եզեկիել գրքում գրված այս պատմությունը։ Եզեկիելի 36-38-ն ասում է. Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ եւ նա ինձ դուրս հանեց Տիրոջ հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքներ ոսկորներով եւ ինձ պտտեցրեց նրանց վրա 4 կողմը եւ ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին եւ ահա շատ չոր էին։ Եվ ինձ ասաց. մարդու որդի, միթե կկենթանանան այս ոսկորները։ Ես ասացի. ով Տեր Աստված, որ դու գիտես։ Եվ նա ինձ ասաց. մարգարեացիր այս ոսկորների վրա եւ ասա նրանց, որ չորացած ոսկորներ, լսեք Տիրոջ խոսքը։ Տեր Աստված այսպես ասաց. այս ոսկորներին, ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ եւ դուք պիտի կենթանանաք։ Եվ գիտեք, այս խոսքի համաձայն մենք հասկանում ենք, որ կան մեր կյանքում շատ իրավիճակներ, որ չորացած ոսկորների պես են։ Վաղուց արդեն մենք դրանց վրա խաչ ենք քաշել եւ չենք էլ հավատում, որ դա կփոխվի։ Եվ երբ որ Եզեկիելին Աստված հարցրեց, Եզեկիելն ասաց. Տեր Աստված, դու գիտես։ Եվ Աստված մարդուն իշխանություն տվեց այդ մեռած ոսկորների վրա խոսալու եւ ասելու, որ ասա այս ոսկորներին թող կենթանանան։ Եվ Եզեկիելն ասեց եւ նրանք կենթանացան։ Եվ հիմա ուզում եմ քեզ նույն մարտահրավերը տամ։ Եթե կյանքիդ մեջ կան իրավիճակներ, որ մեռած ու փոշացած ոսկորների պես են, Աստված տվել է քեզ իշխանություն, ինձ տվել է իշխանություն, բոլորիս տվել է իշխանություն խոսելու մեր կյանքի այդ մեռած ոսկորների վրա եւ ասելու կենթանացեք եւ թող այն բոլոր անհույս երազանքներդ, այն հույս աղոթքներդ այս օրվանից կենթանության շունչ ստանան եւ ինչպես այս գրքում, այնպես էլ քո կյանքում կենթանանան Աստված օրհնի քեզ։ Ամեն։